ինչ որ մի կայան էր, ռադիոկայան էր, կես ժամ Bill Haley and his comments. Ամենագլխավոր փոփոխություններից մեկը այս շրջանի այն է, որ մի քիչ թուլացավ այդ երկաթե վարակույր կոչված ռոք երաժիշտ դառնալը սովետական միությունում նույն բանն է ոնց որ Հայաստանում մնաս ու դառնաս տեզերա գնաց 3 o'clock, 4 o'clock, rock. 5, 6, 7 o'clock, 8 o'clock, rock. 9, 10, 11 o'clock, 12 o'clock, rock. We're gonna rock around the clock tonight. Bill Haley Rock Round the Clock երգը թարգմանաբար շուրջօրյա ռոք շրջադարձային էր տասնյակ երկրների ռադիոների լավագույն ցանկերում, չարթերում։ Այն առաջին տեղն էր գրավել։ Երաժշտական մեկնաբանների համոզմամբ հենց Rock Round the Clock-ը սկզբնավորեց ռոքնռոլի ժամանակաշրջանը։ Դպրոցականի մեծ հորաքրոջս տղան Միքայելը առաջի ստիլականներից էր Երևանում։ Եվ նա ինձ պատահական ես մի անգամ իրենց տանն էի Կիրակի օրը, FM ինչ որ մի կայան էր, ռադիոկայան էր, կես ժամ Bill Haley and his comments. Bill Haley-ն 52 թվականին առաջի ռոքնռոլները ներկայացնողը բեմին եղել է Bill Haley-ն։ Շատ դուրս եկավ այդ երաժշտությունը եւ ես սկսեցի ամեն Կիրակի գնալ Միշայենց մոտ իրենց մոտ լսելով այդ երաժշտությունը։ Եվ դա ինչ որ ես անձամբ իմ մասին եմ ասում, դա իմ մոտ առաջի սովետական իրականության ըմբոստ չասեմ, բայց առաջի սերմերը ոչ սովետական իդեոլոգիայի հետ համատեղվելու ինչ-որ բան եղավ։ Ես դա հետո հասկացա։ Այս երգը ոչ միայն գնահատվեց որպես երաժշտական հիթ, այլ դարձավ մի յուրօրինակ սոցիալական ֆենոմեն, միավորելով երիտասարդներին անկախ նրանց ռասայական պատկանելությունից եւ այլ տարբերություններից։ Bill Haley-ից հետո եկավ Elvis Presley։ Որոնք շատ ազատ էին իրենց պահում բեմում։ Եվ դա մենք տեսնում ենք դա ինչպես ազատության հոտ էր գալիս այդ բոլորից, շունչ էր գալի այդ բոլորից։ Եվ մենք երիտասարդները այն ժամանակ մենք դա ընկալում ենք, որովհետև ընդունում ենք, ոչ թե ընկալում ենք, ընդունում ենք եւ դա մեզ ոգևորում էր, որտեղ այդ ստերեոտիպները, որոնք կային, դա մենք ազատ մտածելակերպին շատ դժվար էր ազատ մտածել։ Ռոքնռոլն առհասարակ միավորել էր սևամորթների սոուլ ու բլյուզ եւ սպիտակամորթների քանթրիի էներգիան ու ռիթմերը եւ նորություն է դարձել ամերիկյան հետ պատերազմյան խիստ պահպանողական, երաժշտական ու հասարակական միջավայրում, որտեղ անցած դարի 50-ականների կեսերին դեռևս զգալի էր ռասայական խտրականությունը։ Ռոքնռոլի սոցիալ, քաղաքական ու գաղափարական ուղերձները դրսևորվել են երաժշտությունից մինչև երիտասարդական կենսակերպ։ Սա մեր երաժշտությունն է, ոչ թե ձերը, ասում էին նրանք իրենց առանձնացնելով մեծահասակների պահպանողական ու նորմավորված աշխարհից, թեպետ այս արտահայտությունը հավանաբար դարերով է կրկնվել, բաժանարար գիծ դնելով ծնողների ու զավակների միջև։ Խորհրդային երիտասարդության համար 50-ականների արևմտյան երաժշտությունը, հատկապես ջազն ու ռոքնռոլը պետական գաղափարախոսության խիստ վերահսկողության պայմաններում ազատությունը եւ անհատականությունը դրսևորելու եւ պաշտպանելու միջոց էր, այսպես կոչված պահպանողական ծնողների ճնշումը դիմագրավելու գործիք։ Ճիշտ այդպես էր նաեւ արևմուտքում։
Խորհրդային 50-ականների կամ Խրուշչովյան ձնհալի մեկնակետ է համարվում Իոսիֆ Ստալինի մահվանը հաջորդած տարիները, երբ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Նիկիտա Խրուշչովը դատապարտեց ստալինյան անձի պաշտամունքն ու քաղաքական բռնաճնշումները, մասամբ թույլատնելով տոտալ վերահսկողությունը, Սիբիրներից ու Մագադաններից ազատ արձակելով 100 հազարավոր անհիմն դատապարտվածների։ Ամենագլխավոր փոփոխություններից մեկը այս շրջանի այն է, որ մի քիչ թուլացավ այդ երկաթե վարակույր կոչված 50-ականների վերջ 60-ականներին սկսում է ինչ-որ ասենք ճեղքեր առաջանալ այդ վարակույրում շնորհիվ այդ Խրուշչովյան ձնհալ կոչվածի։ Եվ արվեստագետները ինչ-որ խողովակներով անձնական կարողանում են առանձին ինչ-որ ամսագրեր, արվեստի վերաբերող ամսագրեր, ինչ-որ հրատարակություններ գտնել, որտեղ իրանք կարդում են ու հասկանում են ինչա կատարվում դրսի աշխարհում։ Ձայնասկավառակներ են մուտք գործում որոշելի տենց անձնական խողովակներով եւ այդ ժամանակ հեղափոխական ազդեցություն է թողում երիտասարդության վրա Elvis Presley, Beatles-ներ։ Beatles-ի ձայնասկավառակներ, մեկ էլ հայտնվում են այդ մարդիկ, ովքեր որ սկսում են այդ սովետական, կուսակցական թույլատրելիության ճաշակի, երաժշտական ճաշակի, գեղարվեստական ճաշակի եւ մնացած SSS հարցերին վերաբերող հարցերում անձնական աղբյուրներ են գտնում եւ մեկ էլ լսում են նոր երաժշտություն, այսինքն սկսում է իրանց մոտ ինչ-որ բան փոխվել, հա։ Արթուր Սարգսյանը հետխորհրդային շրջանի ազատական մտածողության արվեստագետներից է։ Նա իր գործերի մի ամբողջ շարք անվանել է Mind Games, որը թարգմանաբար նշանակում է մտքի խաղեր։ Այս անվանման համար ոգեշնչվել է Beatles խմբի հիմնադիր ու ռոք լեգենդ Ջոն Լենոնի համանուն երգից։ Այս գործերում տեսանելի է արվեստագետի ենթագիտակցության մեջ հետք թողած իրադարձություններն ու մարդիկ, 60-ականների հիպիական շարժումները, ռոք լեգենդների մասին պատմող վավերագրական նյութեր, լուսանկարներ։ Բայց Mind Games-ը դա մտքի խաղ էր։ Դա եկավ երևի Ջոն Լենոնի երգից եկավ, այդ որ ասի իմն էլ ատենց էլի, կամ Թոմաս Էլիոտի մոտ էլ կա մտքի խաղեր, տենց։ Հետո քրոնիկոն բանով է մեզ շատ տարված, որ ասենք վերևում որ տեսակ այդ նկարը, ասենք 60-ականների քրոնիկոն, ինձ է շատ հետաքրքիր է, ոնց կարամ այդ ամեն ինչը իմի բերեմ, այդ ամեն ինչը իմի բերելով, այդ հիպիական շարժում, Ուստոկից եկած այդ ֆոտոներ, բաներ, սիրում եմ նայել քրոնիկան, այդ ոնց է կատարվել, ինչ է արել։ Եվ դա գեղարվեստական ավելի լուծումներով, տենց բան եմ անում, էլի սղացնում գեղարվեստական։ Իրավիճակներով ստեղծում, տենց նկար է ստեղծում էլի։ Ես ինքս շատ չեմ խորանում, ավելի ռեալ, դոկումենտալ, շատ սիրում եմ դոկումենտալ իրավիճակները հենց լինի իմ նկարի վրա։ Հետաքրքիր է, որ Արթուր Սարգսյանը ամենևին չի երազել նկարիչ դառնալ, երիտասարդ տարիքում նրա տարերքը ռոքն էր ու երազում էր նվագել սովորել հարվածային գործիքների վրա։ Տեսեք, ես ասենք շատ է ուզում երաժիշտ լինել, այսինքն լինել ռոք երաժիշտ, հենց միանգամից։ Իմ ամբողջ մարմինս զգացմունքները ընտրված էր դրան հետ։ 13-14 տարեկանից սկսած շատ կրկոտ, մեծ կրկոտ
երկրորդությամբ սիրում էի։ Եվ դպրոց անցա, որ Լեննականում կային երկու եղբայրներ, Վիգեն Վազգեն, որոնք որ տեղափոխվեցին Ամերիկա, ինքը բան ուներ, նոտաների, Լյուդվիգ նոտաների հարվածային գործիքների համար տենց գիրք ուներ, որոնց որ ինքը պարապացնում էր, այսինքն գումարով պարապում էր, գնում էր, ինքը պարապում էր, ես էլ գալիս էի տունը պարապում։ Ես երազանքներ ունեի, բայց այդ երազանքներս փլվեցին, երբ որ ես տեղափոխվի բանա ուզեցա ընդունվեի Կրուպսկայա անվան ինստիտուտ կար բանում Լենինգրադում, այսինքն Սանտ Պետերբուրգ, Լենինգրադ եմ ասում, որտեղ այն ժամանակ մասն է խոսում։ Եթե որ բանը, հետո ցանոթացա ND-ի բանը underground-ի հետ։ Դրանց հետ դրակել ինչ գործ ունես, սովետում տենց բանը, անհասկանալի է, ռոք շատերը մեկը քասովետի, ես ինչ բարեկամ, ես ինչ տղաներ, մեկը ես ինչ էր։ Ասում է քեզ որ բռնեց ինձ դե դու չես կար գործուն։ Մտա ես էլ չգիտեի ինչ է, այդ ազատությունը չնայած ասում եք չէ ազատությունը եթե մարդու մեջ որ չլինի, չուզենա ինքը, չի կարող ինչ-որ մի բան անի։ Այդ ազատությունը ինձ համար եղավ մի բան, որ կարամ ուրիշ ձևով արտահայտվեմ նաև արվեստի որ արվեստ շատ էի սիրում, նկարչության ձևով, այդ ցանկությունների ձևով էլի։ Հասկացա, որ բան ռոք երաժիշտ դառնալը սովետական միությունում նույն բանն է, ոնց որ Հայաստանում մնաս ու դառնաս տեզերագնաց։ Դա նույն բանն էր, աննարին էր, նստեի, ինչքան ուզում ես երազի, մեկա չի լինում։ Ազատությունը հենց դրա բերեց դրան։ Ես արտահայտվեցի նկարչության բանը, որովհետև ինքդ համ քո կոմպոզիտորն ես, համ կատարողն ես, համ ամեն ինչն ես։ Գնա արա էլի։ Հաջորդ թիվ։ Ոնց որ ասած մորս կյանքը կերել է, ամեն ինչը վերցնում է, թավաները, բաները ծռում է, բան է անում խեղճին, ամբողջ օր ասում է եղավ։ Դե ուտարնիկ չունեինք բան, բայց տեղ կար որ պարապում էինք, ես Սամվելը, Հավոն, հետո ստե որ արդեն մի քիչ արդեն մեծացանք, կարողացանք մենք գումարով գնել։ Beatles-ը դա իր համար դա կարելի ասել ամբողջ կյանքի ուղեկիցն է եղել։ Beatles-ով ապրել է, Beatles-ով մեծացել է նաև մեր տղան, Համոն Հմայակը,